Այսօր մենք ասեցինք, Հայաստանը փոքր չէ։ Այսօր մենք ասեցինք, Հայաստանը թույլ չէ։ Այսօր մենք ասեցինք, Հայաստանը ծնվել է ուժեղ լինելու համար։ Եվ դուք, ովքեր այստեղ եք, դուք եք այդ ուժը։ Դուք եք, ովքեր վաղը կգնաք ձեր գյուղեր, քաղաքներ, կկանգնեք հարևանների առաջ, ձեզ կհարցնեն, ինչ է պատահել։ Դուք կպատասխանեք, կպատմեք, որ ուժեղ Հայաստանը հիմնադրվել է, այստեղ, ձեզնից, մեզնից, իսկ այժմ բեմ եմ հրավիրում Նարեկ Կարապետյանին։ Ուժեղ Հայաստան, Որպեսզի դեռ չեմ ավարտել։ Որպեսզի իմանանք բոլորիս հուզող հարցը։ Ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը։ Հետաքրքիր է, չէ՞։ Մի քիչ էլ ամպերությունը չարաշենք։ Սիրելի հայրենակիցներ, ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն։ Նոր առաջնորդ կառավարչի հմտություններով, նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ Նա գալիս է ժողովրդից, կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել որտեղից է եկել։ Նա ունի լավագույն միջազգային կապերը Հայաստանի համար եւ դրանք կօգտագործի իշահ մեր երկրի։ Նա դա ապացուցել է գործով եւ ոչ թե խոսքով։ Նա աջակցել է հիվանդանոցների, կրթական հաստատությունների երկարացումը, մանկապարտեզների կառուցման, մշակույթի զարգացման, աշխատատեղերի ստեղծման ծրագրի եւ օգնել բազմաթիվ ընտանիքների։ Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք տնտեսության մեջ, այլընտրանք անվտանգության մեջ, այլընտրանք ուժեղ խաղաղության համար, այլընտրանք հայ ժողովրդի հույսի համար։ Իսկ հիմա օրվա սպասված լուրին անցնեմ։ Ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։